Մեր Տերը Հիսուս Քրիստոս ավետարանում ասում է. երկնքի արքայությունը նմանվեց մի կնոջ, որ 3 գրիվ արյուր վերցրեց, թթխմորով խմորեց, մինչև ամբողջը խմորվեց։ Հիմա սրա մեկնությունը նայեք, թթխմորն ինչ է, Տիրոջ մարմինն ու արյունը, 3 գրիվ արյուրն ինչ է, միտքը հոգին մարմինը, դրվում է մեր մեջ ու սկսում է մեզ խմորել։ Եթե մենք ամեն կիրակի և երկար տարիներ մեծ երկյուղածությամբ, մեծ սրբությամբ, անկեղծ նվիրումով, զղջումով, խոստովանությամբ, ապաշխարությամբ Տիրոջ մարմինն ու արյունն ենք ճաշակում, մեր մարմինը, միտքը և հոգին խմորվում է, ոչ միայն միտքը և հոգին, այլ նաև մարմինն է խմորվում, և հենց Տիրոջ մարմինն ու արյունն է, որ մեր հոգին ու մարմինը սրբագործում է, և պատահական չէ, որ քրիստոնյայի գերեզմանը անգամ, այսինքն ոսկորները, աղոթատեղի է, սրբատեղի է, ուխտատեղի է, ինչու որտև է քրիստոնյան տարիներ շարունակ Տիրոջ մարմինն ու արյունն է ճաշակել, իր հոգին ու անգամ մարմինը ներծծվել է Աստվածային շնորհով, զորացել է Աստծո շնորհով, և Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, մարդը 2 պահապան հրեշտակ է ստանում, առաջին պահապան հրեշտակը առաջին ծննդյան մարմնավոր ծննդյան ժամանակ, երկրորդ պահապան հրեշտակը երկրորդ հոգևոր ծննդյան ժամանակ, այսինքն երբ որ մկրտվում է, երբ որ ծնվում է մի պահապան հրեշտակը է ստանում, երբ որ մկրտվում է երկրորդ պահապան հրեշտակն է ստանում։ Հիմա մահացավ մարդը, այդ պահապան հրեշտակներն ինչ եղան, ասում է մի պահապան հրեշտակը մարմնավոր ծննդյան համար էր, չէ, մարմնով ծնվեց, մարմինը որտեղ է, գերեզմանում է, ոսկորները այնտեղ են, գնում է նստում է գերեզմանի վրա, եթե մկրտված քրիստոնյա է, պահպանում է այդ գերեզմանը, և թաղման արարողության մեջ մի հետաքրքիր աղոթք կա, քահանան է այդ աղոթքը անում, վերջում, երբ որ վերջացնում է, ամբողջ թաղման արարողությունը վերջացնում է, մի սենց հզոր խոսք է ասում քահանան, թող անշարժ լինի տերունական կնիքը այս գերեզմանի վրա մինչև Քրիստոսի գալուստը, որ գալով կնորոգի այս մարմինը։ Հələ դու տես ինչ խոսքեր է, անշարժ թող լինի տերունական կնիքը այս գերեզմանի վրա։ Հենց այդ կնքեց քահանան գերեզմանը, պահապան հրեշտակները, Աստծո հրամանն է, դե պահեմ այս գերեզմանը։ Աշխարհները պահպանվում են հրեշտակի պահպանությամբ, այդ մի հրեշտակը։ Երկրորդ հրեշտակն էլ հոգին է պահում, որտեղ կայանում, որտեղ որ պահպանում մինչև ահեղ գալուստը, և Քրիստոսի գալուստին մի հրեշտակը հոգին ուղարկում է, մյուս հրեշտակը հոգին ընդունում է, մարմնին միավորվում է, հարություն առավ մեռելներից, այդ ինչու, որովհետև մկրտված է, որովհետև սուրբ հաղորդություն է ստանում, որովհետև սրբագործված է քրիստոնյայի միտքը, հոգին, մարմինը խմորված է ամբողջովին, այդ պատճառով պահպանված է, և դրա համար է մեզ համար սուրբերի գերեզմանները սրբատեղի է, մենք քրիստոնյայի գերեզմանն է հաղորդատեղի, չէ, մենք պատահական չէ, գնում ենք մեր պապերի, տատերի գերեզմանն ու կարոտով ենք գնում, որ գնում ենք այնտեղ խունկ ենք ծխում, աղոթք ենք անում, պատահական բան չկա այնտեղ, ամբողջ քրիստոնյա աշխարհը գնում է Քրիստոսի գերեզմանին, Երուսաղեմ, անիմաստ բան են անում, չէ, անգամ Քրիստոսի մարմինը այնտեղ չի, երկինք է համբարձվել, չէ, բայց էլի մենք գնում ենք Քրիստոսի գերեզմանին, Քրիստոսի մարմնի կպած տեղերն ենք օրհնություն ստանում, և ինչքան հրաշքներ են լինում Քրիստոսի գերեզմանից Աստծո շնորհի բաշխումով։ Ուրեմն մենք ապրենք այս քրիստոնեական կյանքով, թող Տիրոջ մարմինն ու արյունը իբրև թթխմոր դրվի 3 գրիվ արյուրի մեջ, մեր մտքը, հոգին, մարմինը թող խմորվեն, սրբագործվեն Աստուծով,
Եվ մեր պահապան վերջտակն է, թող մեկը մեր գերեզմանի, մեկն էլ մեր հոգու հետ կայանում մնա եւ վերջում էլի միավորվենք Քրիստոսով։ Ամեն։